Բարի լույս հետևորդներ ջան, տեսեք այսպես ուրախ ավտոբուսով նորից հետ ենք վերադառնում։ Դե սբուկս հաստատեց, որ ուրախ հետ ենք գնում։ Շատ լավ ճանապարհորդություն էր, շատ լավ մեզ դիմավորեցին, Տիկին Գոհարը նամանավանդ, մեծատառով կին, մեզ շատ լավ ընդունել, շատ լավ ճանապարհեց, դաժե գալիս ենք, հուզվեց, որ գալիս ենք։ Աստված օրհնի նման լավ մարդկանց։ Նոր ենք դուրս եկել Մեղրիից ու այսպես ճանապարհվում ենք, այսպես ասած դբալավը։ Ինչ կարոշ։ Իջել ենք հանգստանալու ճանապարհին, անտառի մեջ մի հատ տեղասիրուն, այսպես պահեմ, որ տեսնեք անտառը ուր է, հրաշք անտառ, հեսա փորձում եմ բարձրանալ մտնել անտառի մեջ, որտեղ շատ սիրում եմ անտառի մեջ քայլել, տեսեք, ինչ հետաքրքիր է, խիտ անտառ է սիրուն, այս ալը փորձեմ բարձրանալ, տեսնեմ կստացվի, կոշիկներս հանել եմ, լավ կոշիկներ չեմ հագել, կարողա չկարենամ, ոտերս մեջը սոկա տալի, տենամ կարամ են մի կողքով բարձրանամ, կահում այս կողմով բարձրանամ, որ կարողանամ, մեջը սոտ էր տալիս, տեսեք ինձ սիրուն է, այսպես նեղ ճանապարհը ծառերով խիտ տանում է դեպի անտառ, տեսնենք անտառում ինչ քոլեր կան, այս ինչ է, այս մեր մոտի իսկոթն է, տեսնենք ուր է տանում ճանապարհը, հիանալի, արտակարգ, մեջը հով, զով, բայց գետինը խոնավ է, դե անձրևները շատ են եկել, դե անտառը բնականաբար մեջը խիտ է լինելու, փորձեմ ես կողմով բարձրանալ մեջը, տեսնեմ կստացվի, տամոշնիկները սիզուր չման չարեցի, գնում ենք, չի լինում, ոտիս մեջը սոտ է տալիս, ափսոս, ոտասներս չհակա, սա այս կողմով կփորձեմ, հլստեղ ներքևից նկարեմ դեպիներ, անտառի մեջը, Մաշինկայի անտառն է, այստեղ են ասել, աու, մաշինկա, ծառերից բռնվելով մի կերպ մտնեմ, բայց շատ դժվար է անտառի մեջ ման գալը, շատ դժվար, տեսնեք ինչ հետաքրքիր խոտեր կան, տեսնես մորի չկա, մորի թփեր կան, բայց կարճ են մորի թփերը, հլնոր են մորի թփեր են բոլորը, նոր ուզում են մորին մի քիչ մեծանա, ցուրտ է տեղը շատ, սառը, հա, ինչ, ստեղուց, հա, տեսնենք ինչեր է, հրաշք, կարշ արի բեր է, ինչի լավն է տեղը, Ալի, 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 ալ
Սիրուն անտառ արի։ Մի քիչ դժվար է բարձրանալը, դե իմ դամաշնիկները բանա։ Ազոն ասում էր նկարել։ Ասում էր նկարելու։ Ոտքերով քայլեր եմ անում, գնում եմ գնում։ Իջանք, այս մի կողմը լավ էր, այսպես նայեք շլան կա, ջուրը միացրել են ու տանում են ուր, բայց չգիտեմ ուր է ջուրը տարվում, որ ջրվելու անտառի մեջով։ Հետաքրքիր է, մարդիկ ամեն ինչի հնարը գտնում են, ամեն ինչի։ Հրաշքանտառ, այսպես շարունակ մանգաս ու չհոգնես անտառից, տեսեք ինչ բարձրության ծառեր են։ Ես օրինակ կմնամ մեջը երկար, ման կգամ, ամբողջ ճանապարհով կգնամ, մինչև վերջ։ Մեքենան էլ ա մեր հանգստանում, եկել ենք կանգնել ենք մի քիչ հանգստանալու, խեղճ մեքենան էլ լեզու ունենա, կբողոքի, այդքան դժվար ճանապարհներով անցանք, հուսալի մեքենա է, ճանապարհին դեռ ավտոմեքենայի համար չեն կանգնել, այնպես որ կարող եք մեքենայի համար զանգահարել, Ռուսաստան գնալու համար անպայման կարող եք կապնվել նշված հեռախոսահամարով 091 38 3008 հեռախոսահամարով եւ մեր բարորդները բարեհաջող ձեզ տեղ կհասցնեն, եթե ունեք ինչ-որ վեշ ուղարկելու Ռուսաստան կամ Ռուսաստանից հետ բերելու Հայաստան, կարող եք էլի զանգահարել, խնդիր չի, ամեն հարց լուծվում է շատ արագ։ Հիմա էլ ծովի սեզոն է, բոլորը գնում են ծով, թե հանգստանալու, թե աշխատելու ու շատ վեշերով, ամեն ինչով գնում են, այնպես որ մեր տեսեք մեքենան ինչ լավ մեծ է, ունի վերևը նաև վեշեր դնելու տեղ, այնպես որ կարող եք առանց մտածելու կապնվել եւ բարեհաջող հասնել ձեր ուզած վայրը։ Ամեն օր կա, որ ժամին ցանկանում եք, կապ չունի թե Հայաստանի որ կետում եք բնակվում, ամեն օր մենք ունենք Հայաստան Կրասնոդար եւ հետ վերադարձ Կրասնոդարից Հայաստան։ Տեսեք այնքան մոտիկացել ենք վատացելի վանքը, որպեսզի շատ լավ մոտիկից լավ բարձ տեսնեք։ Անկամ մարդիկ են երևում բակում անգալիս։ Մենք ժամանակ չունենք, որ այս պահին կարողանանք իջնել եւ շրջել վանքով մեկ, ուղղակի հեռվից հիանում են գեղեցկությամբ եւ ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, թե ինչ հրաշք գեղեցկություն ունենք մենք Հայաստանում, որը շատ ուշուշ են գալի, շատ քիչ են գալի ու չգիտենք։ Հավատացեք, ուրիշ տեղից եկած զբոսաշրջիկները ավելի լավ գիտեն մեր գեղեցիկ տեղերի մասին, պատմություններն ավելի լավ գիտեն, քան մենք, որը շատ վատ է։ Հիմա էլ կողքով ենք անցնում, վանքի կողքով ենք անցնում, էլի պարզ երևում է,